Աշխարհում համաճարակների, ոչ վարակիչ հիվանդությունների ու վատ սովորությունների տարածվածության աճն առողջապահական լուրջ մարտահրավերներ են, որոնք պահանջում են համակարգային լուծումներ։ Այս խնդիրների վերհանմամբ զբաղվում են առողջապահության կազմակերպիչները, համաճարակաբաններն ու բնապահպանները։ Բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի բացդռների օրը դեկանը, հրավիրյալ մասնագետն ու ուսանողը դիմորդներին ներկայացնում են մագիստրոսական կրթական ծրագրերը։ Հանրային առողջության ֆակուլտետը իրականացնում է 4 մագիստրոսական ծրագրեր, առողջապահության կազմակերպում եւ կառավարում կրթական ծրագիր, համաճարակաբանություն կրթական ծրագիր, շրջակա միջավայրի հիգիենա։ Այս կրթական ծրագրերն ավարտվում են հանրային առողջության մագիստրոսի որակավորմամբ։ Բացի այդ, մենք իրականացնում ենք նաեւ բուժ հաստատությունների կառավարում մագիստրոսական կրթական ծրագիր, որն ավարտվում է բիզնես վարչարարության մագիստրոսի որակավորմամբ։ Համաճարակաբանություն եւ շրջակա միջավայրի հիգիենա կրթական ծրագրերի դիմորդները պարտադիր պետք է բժիշկներ լինեն։ Մյուս երկու ծրագրում այդ պահանջը բացակայում է։ Դիմել կարող են նաեւ այլ մասնագետներ։ Մասնագիտությամբ տնտեսագետ եմ, ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը հենց տնտեսագիտություն մասնագիտությամբ։ Ընտրել եմ Հերացու անվան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետը պայմանավորված առարկայական ծրագրով, որովհետև ավելի շատ ներառված էին կան նաև ներառված բժշկական ոլորտի առարկաներ, նույն ինքը համաճարակաբանությունը, բուժհաստատությունների պրակտիկ կառավարման փորձը, ուսումնասիրությունը եւ նմանատիպ այլ առարկաների շնորհիվ հանգեցի որոշման, որ պետք է ընտրեմ հենց Հերացու անվան համալսարանի հանրային առողջության ֆակուլտետը։ Հատկապես COVID-ից հետո ոլորտը դինամիկ զարգացել է, ֆակուլտետում էլ ՄԱՏ-ը մշտապես պահում են աշխարհի զարգերակին, կրթական ծրագրերում ներդնելով նորարարություններ։ Ֆակուլտետի մագիստրոսական ծրագրի համապատասխանության միջազգային չափանիշներին համապատասխանության լավագույն ապացույցը միջազգային կրթական ծրագրի վավերացումն է, որը որ ֆակուլտետը ստացել է AFIA կազմակերպության կողմից, դա եվրոպական հեղինակավոր կազմակերպություն է, որը վավերացնում է հանրային առողջապահական մագիստրոսական կրթական ծրագրերը։ Մենք ստացել ենք այդ վավերացումը 2025 թվականին, 6 տարի ժամանակահատվածով։ Ֆակուլտետի շրջանավարտներն իրենց կարիերան սկսում են պետական գերատեսչություններում, միջազգային, հասարակական, դեղագործական, ապահովագրական կազմակերպություններում, նաև բուժհաստատությունների վարչական կազմում։ Բուհն ուսանողներին հնարավորություն է տալիս զբաղվել նաև ակադեմիական գործունեությամբ։ Իդեպ դասընթացները կազմակերպվում են 2 հերթափոխով, ուսումն ու աշխատանքը համատեղելու համար։ Ընդունելությունը կմեկնարկի հունիսին։ Արամ Մարանդյան, Արման Թովմասյան, լուրեր։